Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալի նկարահանումները շարունակվում են, հեռուստադիտողների համար սպասվում են ամենալարված ու ամենահուզիչ սերիալները։ Հեռուստադիտողներն անգամ չէին սպասում, որ Լիլիթը կներխուժի Աննայի տուն ու նրան կհնչեցնի մեղադրանքներ։ Նույնիսկ այնպիսի մեղադրանքներ, որոնք եղել են գաղտնիքներ տարիներ առաջ։ Լիլիթը եկել է Աննայի տուն նրա երեխաների ներկայությամբ Աննային հիշեցրել, որ նա հղի վիճակում է եկել Միքայելի տուն և հղի է եղել սոսից։ Ամենահետաքրքիրը դեռ առջևում է, իսկ թե ինչ է սպասվում առաջիկայում, կիմանաք շատ շուտով։ Հեռուստադիտողները սպասում են, որ Աննան ապտակելու ու իր տնից դուրս է շպրտելու Լիլիթին։ Բայց այստեղ ամենահետաքրքիրը դեռ կատարվելու է, նույնիսկ հեռուստադիտողները չեն էլ կասկածում, թե ինչ է սպասվում առաջիկայում, այնպես որ բաժանորդագրվեք մեր ալիքին ու մեր հաջորդ տեսանյութում կբացահայտենք, թե ինչ է սպասվում հաջորդ սերիայում և ինչ է կատարվելու Աննայի, Լիլիթի, Հենրիի և Ֆաինայի ներկայությամբ։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել, թե Վերջին զանգը հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելին իմանալ։ Իսկ առաջիկա սերիալներում հեռուստադիտողներն արդեն կարող են դիտել Էլիզ Մելիքյանի մասնակցությամբ սերիալները, թե ինչ կերպարով դրական ու բացասական հանդես կգա նա, ցույց կտա ժամանակը, բայց որ նա եկել է Հենրիին ու Անգելինային բաժանելու, դա փաստ է։ Հավանաբար Հենրին նրան ներկայացնելու է այն աղջիկը, ով կկարողանա բաժանել նրանց։ Իսկ մնացածը դիտեք մեր կողմից պատրաստված տեսանյութում հենց հիմա։ Հետաքրքիր կադրեր ձեր ներկայությամբ։ Ողջույն բոլորին, եւս մեկ անգամ շնորհակալ եմ շատ, որ շատ ակտիվ մասնակցում եք, շատ ակտիվ հետևում եք մեր էջերին։ Թվում է թե շատ անհոգ ենք, թվում է թե յուրաքանչյուրն իր գործով է զբաղվում, բայց իրականում այն ինչ կատարվում է մեր շուրջ, սարսափելի մեզ մտահոգում է, բայց մենք փորձում ենք դեռևս ապրել։ Այն ինչ կատարվում է աշխարհում, բայց եթե չաշխատենք եւ եթե աշխատանքով չլցնենք մեր առօրյան, գուցե խելագարվենք։ Այնպես որ շնորհակալ եմ ձեզ, որ հետևում եք, շնորհակալ եմ, որ շատ ակտիվ եք, և հուսանք, որ բայց եթե չաշխատենք և եթե աշխատանքով չլցնենք մեր առօրյան, գուցե խելագարվենք։ Այնպես որ շնորհակալ եմ ձեզ, որ հետևում եք, շնորհակալ եմ, որ շատ ակտիվ եք, և հուսանք, որ լույսը բարով կբացվի, արևը կժպտա և ոչ միայն մեզ, այլ ողջ աշխարհին։ Մենք գտնվում ենք Ամբերտ ամրոցում, իսկ ավելի կոնկրետ թագավորական Բաղդիկում։ Քանի որ դրսում անձրև է, եկել ենք Բաղդիկ, բայց ոչ լոգանքի, պարզապես անձրևից Տղես, լավ ես մամայի գանձ։ Չի ուզում, որ տղես ինձ շատ սիրի։ Ես ստատուս եմ շատ սիրում։ Խնդրեմ, ոնց է այն է մամայի բալա մեծացրին, Քեզ տղան չի։ կերել են։ Աղջիկներ ջան, մի կռվեք։ Եկուսին թե ճիշտ է։ Մենք շատ համերաշխ ենք իրականում։ Հենց հետո հասնում ասոսին, հենց աղջիկը դառնում է անճանաչելի գազա։ Չէ, ես իմ հարցերը պետք է թարգավորեմ։ Դեպքերն իմ պատկերացրածից արագ են զարգանում։ Բագրա, դու պետք է աշխատացրու, դու չես կարող ես խառնած պարտված գործեր։ Բագրա։ Սպիտակ։ Միայն քեզ ով են։ Կարմիր կեն։ Չկամենա, նա վերես
Ըստին քեզ տանջեմ Ողջույն սիրելի հետևորդ, ինչպե՞ս եք։ Հարցախ խեղտ եք անում ինձ, թե երբ է Հենրին իմանալու, որ Անգելինան իր քույրը չէ, շուտով, շատ շուտով, շատ եք ուզում կրկինականատես լինել իրեն սիրո գեղեցիկ տեսարանների, կլինեք, անպայման, սպասեք, զինվեք համբերությամբ, համբերությունը ուժ է տալիս, շատ քիչ ժամանակ է մնացել, որ իրեն զույգը կրկին միավորվի և դուք վայելեք այդ սիրո պտուղները։ Շնորհակալ եմ, որ շատ ակտիվ եք, շնորհակալ եմ, որ շատ եք այդ հարցից տալիս ու շնորհակալ եմ, որ ապրում եք այդ սիրով։ Բարև բոլորին, այսօր համեմատած ինձ մի քիչ լավ եմ զգում ու չէի կարող բաց թողնելս հրաշք եղանակին դուրս գալու հնարավորությունը դուրս եմ եկել մի փոքր քայլ եմ գնամ տուն Աստված ինձ մյուս շարքի հակաբիոտիկները օգնեցին, ոտքի կանգնացրեցին եկել եմ շնորհակալություն հայտնեմ անսահման բոլորիցդ անկեղծ եմ ասում այդքան ջերմ խոսքեր այդքան առողջության մաղթանքներ որ դուք եք ինձ գրել ծանոթ անծանոթ սիրում եմ բոլորից շատ ու ձեզ վստահեցնում եմ որ հենց այդ խոսքերը նույնպես այդքան լավ էներգիան, այդքան ջերմությունը նույնպես ինձ ոտքի կանգնեցրեց շնորհակալ եմ շատ ապրեք գրկում եմ բոլորիդ պաչիկներ եմ անում արդեն լավ եմ վերադառնում եմ իմ սովորական կյանքին Ողջույն բոլորին, հուսով եմ լավ եք շատ հետաքրքիր իրադարձություններ են սպասվում Վերջին զանգը հեռուստասերիալի շրջանակներում չափազանց հետաքրքիր տեսարաններ, շատ սպասված հանդիպումներ, շատ հետաքրքիր երկխոսություններ, շատ խոսում, մեծ ասելիքով, մի խոսքով ամենահետաքրքիր տեսարաններն առջևում են։ Շատ հետաքրքիր եւ շատ գեղեցիկ միտք կա, որը պիտի իրականացնենք, եւ հետո Եթե ունեք հետաքրքիր հարցեր, բովանդակալից հարցեր, հղեք, սիրով կպատասխանեմ, այսօր այդ օրն է։